Ադիամանցի Լուսիա Հակոբյանի կյանքը գլխիվայր է շրջվել, երբ հայոց ցեղասպանության տարիներին տեղահանվել եւ հայտնվել է Բիրեջիկում։ Այնտեղ զրկանքների ու դաժան պայմանների պատճառով կորցրել է մորը։ Որբացած աղջիկը հայտնվել է մի թուրքական ընտանիքում։ Այնտեղ նրա հետ անմարդկային են վարվել եւ աղջիկը մեծ դժվարություններով կարողացել է փախչել, ապաստան գտնել հայկական եկեղեցում։ Այնտեղից նրան տեղափոխել են Հալեպի որբանոց։ Սա հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հազարավոր երեխաների պատմություններից մեկն է։ Լուսիայի հասակակիցներից շատերն են այդ տարիներին զոհվել։ Մի մասն էլ թեև փրկվել է ֆիզիկական ոչնչացումից, բայց ստիպողաբար կրոնափոխ է եղել, մոռացել մայրենին ու անգամ սեփական անունը։ Անթուրայի որբանոցում կար նաև նման մի փորձ, որ երեխաները կոդավորված լեզու էին հորինել, մեկը մյուսի հետ խոսելու։ Ինչպես նաև կար այլ մեթոդ, մեծ երեխաները, ավելի տարիքով մի փոքր մեծերը, 6-7-8 տարեկան երեխաներին անընդհատ հիշեցնում էին իրենց հայերեն անունը, հայկական անունը, այսինքն դու Հարություն ես, Ահմեդ չես։ Եթե ուսուցիչը քեզ կանչում է Ահմեդ եւ արձագանքում ես, խնդիր չի, բայց դու հիշի դու ով ես։ Սա եւս դիմադրության ձև էր, որովհետեւ եթե երեխաները դիմադրության նման ձևերի չդիմեին, հնարավոր չէր լինի Օսմանյան կայսրության պատերազմից եւ պատերազմի պարտությունից հետո վերադառնալ եւ ետ բերել այդ երեխաներին, փրկել այդ երեխաներին։ Հայոց ցեղասպանության տարիներին երիտթուրքական կառավարությունը երեխաների բռնի ձուլման քաղաքականություն է իրականացրել։ Նպատակն էր ոչնչացնել հայկական ինքնությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջման, այլև դավանանքն ու ազգությունը փոխելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ճանապարհով։ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալիաթ Փաշայի հրամանով որբացած հայ երեխաները պետք է բաժանվեին մուսուլմանական ընտանիքներին այն բնակավայրերում, որտեղ հայկական տարրը բացակայում էր։ Ձուլման գործընթացը մի քանի պարտադիր կետեր էր ներառում։ Կրոնափոխություն երեխաներին ստիպողաբար իսլամացնում էին, կատարելով թլպատման և դավանափոխության ծեսեր։ Անվանափոխություն հայկական անունները փոխվում էին թուրքական կամ մուսուլմանական անուններով։ Լեզվի արգելք հայերեն խոսելը խստիվ արգելվում էր, խախտելու դեպքում երեխաները ենթարկվում էին ֆիզիկական ծանր պատիժների։ Որբանոցներ պահել նման ծավալի եւ պետական բյուջեից գումար դնած վրա հատկացնել պատերազմի շրջանում այդքան էլ հարմար չէր։ Այդ իսկ պատճառով նրանք խրախուսում էին նաև անհատ մուսուլմանների մոտենալ քարավաններին եւ երեխա վերցնել իրենց համար։ Իրենց տրվում էր նպաստ, ամսական նպաստ երեխային պահելու համար, բայց կան վկայություններ եւ դրանց վրա շատ է հենվում օրինակ թուրք պատմաբան Թաներ Ակչամը, որ այն պահին, երբ որ նպաստը ուղղակի դադարեցրին, մուսուլման ընտանիքները իրենք այդ երեխային տանում էին մոտակա անտառ կամ ինչ-որ միտեղ եւ սպանում էին երեխային։ Մենք ունենք օրինակ Մերձավոր Արևելքի նպաստամատույցի աշխատակիցներից Մերի Գրեֆեմի հիշատակումը, աշնանը սկսվում է հայ երեխաների բերքահավաքը։ Տեղահանությունը հայերի սկսել է Գառնանը, մուսուլմանները գնացել են քարավաներից երեխաներին վերցրել են, գողացել են կամ համոզել են ինչ-որ ձևերով իրենց հայերին երեխաներին հանձնել իրենց, տարել են իրենց մոտ, աշխատացրել են ամբողջ Գառնանը, ամռանը, աշնանը բերքահավաքը ավարտվել է եւ հիմա ձմեռ է, ինչու տանել պահել երեխային եւ կերակրել ողջ ձմռան ընթացքում։ Եվ նրանք ուղղակի երեխային դեն էին նետում։ Եվ այս երեխաները իհարկե փորձում էին կամ հասնել ինչ-որ հաստատությունների, միջազգային հաստատությունների, որոնք իրենց կխնամեին, կընդունեին, կամ էլ ուղղակի սովամահ էին լինում, կամ մեկ այլ մուսուլմանի ընտանիք կգնային եւ կառաջարկեին իրենց ծառայությունները, հարցական է թե ինչքանով հաջողության կհասնեին կամ չէին հասնի, այսինքն ընդհանուր առմամբ մոտիվները շատ էին։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը պարբերաբար կրթական տարբեր միջոցառումներ է կազմակերպում դպրոցականների համար, գտնում եւ մշակում եղանակներ երեխաներին իրենց հասակակիցների նկատմամբ կատարված ոճրագործությունների մասին դրվագները ներկայացնելու։ Վերջին նմանօրինակ ձեռնարկներից էր հավաքական հիշողություն երիտասարդների ներգրավումը համակարգողական գործունեության մեջ ծրագիրը, որի նպատակն է դեռահասներին ակտիվորեն ներգրավել 20-րդ դարի ցեղասպանությունների դասավանդման և դրանց մասին հիշողության պահպանման մեջ։
ինչպես ցեղասպանության, այնպես էլ միջազգային այլ հանցագործությունների պարագայում բնականաբար երեխաներին ամբողջական բովանդակությունը ներկայացնելը շատ դժվար է։ Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտը ունի կրթական ծրագրեր, որոնք ավագ դպրոցի երեխաների հետ են տարվում, այսինքն 9-րդ դասարան եւ բարձր, ենթադրվում է, որ հայոց պատմության դասի ընթացքում իրենք արդեն ծանոթ են եւ համաշխարհային պատերազմին, առաջին համաշխարհային պատերազմին եւ հայոց ցեղասպանությանը, բնականաբար մեր դասախոսությունների ընթացքում, որոնք երեխաները իրենք են ընտրում կամ ուսուցիչների ուղղորդումով, այսպես ասենք, մենք փորձում ենք լրացնել այն բացը, որը տեսնում ենք դասագրքերում։ Այն միջոցառումը, որը հիմա տեղի է ունենում, սա տարիքային լրիվ նոր խումբ է մեր համար, այդ իսկ պատճառով մենք ոչ թե հայոց ցեղասպանության ողջ պատմությունն էինք շեշտադրել, այլ ընտրել էինք որոշակի դրվագ եւ փորձել էինք հնարավորինս մատչելի դա ներկայացնել։ Իհարկե էթիկական որևէ որոշակի խնդիրներ առաջանում են եւ մենք շատ քննարկումներ ենք ունենում դրա մասին, բայց ասեմ, որ Հայաստանում դեռևս այդքան էլ զարգացած չի այդ ճյուղը, այսինքն այն փոխառությունները, որ մենք անում ենք, դա եվրոպական փորձի վրա է հիմնված։ Կարծիք կա, որ այս թեմայով համակողմանի եւ խորը գիտելիքները երեխաներին ավելի պաշտպանված կդարձնեն։ Մասնագետները կարևոր են համարում, որ սեփական պատմության այս շրջանը պատանիներին ու երիտասարդներին դասավանդվի առանձին դասաժամով։ Մենք ունեինք երեխաներ, որոնք իրենց մուսուլման տերերի բակում աստվածաշունչ էին թաղում եւ դաշտում նրանց համար աշխատելուց հետո սովորություն ունեին գալ եւ այդ թաղած տեղը աղոթել։ Ընդ որում աստվածաշունչը ցուցադրված է մեր հիմնական ցուցադրությունում եւ դա գրափարով գրված է։ Ենթադրում եմ, որ այդ տարիքի երեխան, փոքր տարիքի երեխան նույնիսկ ամբողջությամբ չէր կարողանում կարդալ եւ հասկանալ բովանդակությունը, բայց դա մի սիմվոլ էր, նմուշ էր, որը կապում էր իրեն իր ընտանիքի պատմության հետ եւ կրոնի հետ առհասարակ։ Եվ երեխան դրանից կարճում էր։ Հիմա սա մենք դիմադրություն դիտարկում ենք, թե ոչ։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի դիրքորոշումը այն է, որ այո, սա մենք դիտարկում ենք որպես դիմադրության ձև։ Նույնն էր նաև որբանոցներում 7-8 տարեկան երեխաներին պատժում էին ֆալախայով կամ այլ տեսակի պատժամիջոցով, երբ որ իրենք հայերեն էին խոսում։ Իսկ երեխաներն ինչ էին անում։ Իրենք թաքնվում էին իրենց վերմակների տակ գիշերները եւ թաքուն իրար հետ հայերեն էին խոսում։ Դովլաթ Կարապետյանը ցեղասպանության տարիներին կորցրել է ընտանիքը եւ հայտնվել քուրդ ընտանիքում։ 7 տարի որպես հովիվ ծառայել է նրանց։ Մի օր հայ վաճառականները գյուղով անցնելիս ճանաչել են նրան։ Տղային տարել են Գարմիջ, այնտեղից հասել է Ռաքքա, ապա Մերձավոր Արևելքի նպաստամատույցի որբանոց։ Այդպես տղան հրաշքով փրկվել է ոչ միայն սպանվելուց, այլև հայկական ինքնությունը կորցնելուց։ Հայոց ցեղասպանության բոլոր դրվագները իրական պատմություններ են։ Դրանք պետք է իմանալ եւ դատապարտել հետագայում նույնպիսի բռնություններն ու ցեղասպանությունները կանխելու համար։